Ծննդի առաջին ժամերից բոլոր նորածիններն անցնում են 7 պարտադիր կանխարգելիչ հետազոտություններ, որոնք թույլ են տալիս հնարավոր բնածին ու ժառանգական հիվանդությունները վաղ հայտնաբերել։ Այդ սկրինինգների արդյունքներից է կախված ծննդատնից երեխայի դուրսգրումը։ 7 հետազոտություններին նորն է ավելացել։ 48 ժամվա ընթացքում 2 օրական նորածինը անցնելու է ակնային հետազոտություն։ Ինչպես նկատեցիք, վայրկյաններ տևեց ընդհանրապես, նորմալ էր, որևէ խնդիր չկար, որևէ հետագա հետազոտությունների ուղարկելու կարիք երեխան չունի։ Շատ կարևոր է նաև ծնողի եւ նաև երեխայի համար, որ այս տարիքից եթե հանկարծ նույնիսկ եթե խնդիր լինի, կարելի է դեռ փոքր տարիքից դեմն առնել խնդրին։ Տեսողության որոշ խանգարումներ, հիվանդություններ ու այլ բնածին արատներ նորածնային շրջանում հաճախ չեն ունենում ակնհայտ կլինիկական նշաններ, բայց վաղ հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել պաթոլոգիաները եւ ժամանակին միջամտություն ցույց տալ։ Ակնային սկրինինգը համարվում է կարևոր նորամուծություն։ Հայաստանի բոլոր ծննդատներում այն ներդրվել է այս տարեսկզբից։ Վայրկյաններ տևող այս հետազոտությունը իրականացվում է կոմպակտ չափերի հատուկ սարքի միջոցով, որը թույլ է տալիս պարզել նորածնի մոտ կա արդյոք տեսողության խնդիր։ Հետազոտությունը կատարվում է հատուկ օֆթալմոսկոպի միջոցով, կարմիր բբի ռեֆլեքսն ենք հայտնաբերում, այսինքն նրա առկայության պարագայում երկու բբերում մենք տվյալ անոմալիաները շղթում ենք։ Իսկ եթե տվյալ ռեֆլեքսը չի լինում, լինում է սպիտակ, այդ դեպքում արդեն երեխան պետք է ուղեգրվի ակնաբույժի մոտ, արդեն նեղ մասնագիտական հետազոտության համար։ Կյանքի առաջին ժամերին կատարվող այս հետազոտությունը վաղ փուլում ի հայտ են բերում ակնային ախտաբանությունները, որոնք կարող են հանգեցնել տեսողության նվազման կամ կուրացման, իսկ ավելի ուշ ախտորոշումը բարդ հետևանքներ է ունենում։ Անհասությամբ կամ ակնային տեսանելի խնդիրներով ծնված նորածինների դեպքում սկրինինգ չի իրականացվում։ Միանգամից ծննդատնից ուղեգրվում են մասնագիտացված կլինիկաներ։ Սկրինինգը վերաբերվում է բոլոր նորածիններին, 34 շաբաթական եւ բարձր գեստացիայով ծնված, 2000 գրամ եւ ավելի բարձր քաշով ծնված։ Եթե երեխան ծնվում է 34 շաբաթականից ցածր գեստացիայով եւ 2000 գրամից ցածր քաշով, արդեն ուղեգրվում է մանկական ակնաբույժի մոտ անհասության ռետինոպաթիայի սկրինինգի նպատակով։ Ակնային սկրինինգի միջոցով այժմ նորածնային տարիքից հնարավոր է հայտնաբերել այնպիսի վիճակներ, ինչպիսիք են բնածին կատարակտան, բնածին գլաուկոման, ռետինոբլաստոման, ինչպես նաև տեսողական օրգանի ծանր անոմալիաներ, որոնք համարվում են առավել հաճախ հանդիպող ակնային պաթոլոգիաներ։ Մինչև այս սկրինինգի ներդրումը, եթե մենք ունեցել ենք շատ կոպիտ անոմալիաներ, օրինակ ակնագնդի բացակայություն, որը անզեն աչքով տեսանելի է, կամ երեխայի մոտ նկատել ենք շլություն, նորմայից շատ շեղված, դեպքում երեխաները ուղեգրվել են ակնաբույժի մոտ, բայց այլ անոմալիաներ նորածնային հասակում առանց տվյալ սկրինինգի հնարավոր չի նկատել։ Ակնային հիվանդությունների առաջացման պատճառները շատ են, բայց կարևորն ու հիմնականը ժառանգական գործոնն է։ Մանկական կամ երիտասարդ տարիքում նման հիվանդությունների առկայությունը կարող է վկայել որոշ համախտանիշերի մասին, այդ թվում քրոմոսոմային անոմալիաների։ Աչքի տարածված հիվանդությունները նաև տարիքային առանձնահատկություն ունեն։ Երիտասարդ տարիքի մոտ մանկական տարիքից սկսած մենք ավելի շատ տեսնում ենք ռեֆրակցիոն խնդիրներ, կարճատեսություն, հեռատեսություն, ասթիգմատիզմ եւ այս հիվանդությունների առաջացման մեջ շատ մեծ է ժառանգական նախատրամադրվածության գործոնը։ Իհարկե հիմա կենսակերպի պայմանները նույնպես դարձել են նպաստող հանգամանք հիվանդությունների զարգացման։ Իսկ ավելի մեծ տարիքում շատ տեսնում ենք կատարակտան, գլաուկոման եւ ցանցաթաղանթի հիվանդությունների տարիքային, որոնց մեջ կառանձնացնեմ շաքարային դիաբետի տարածվածության հետ կապված որպես հետևանք առաջացող շաքարային դիաբետից ցանցաթաղանթի ռետինոպաթիան։ Անցած տարի Գյումրի բժշկական կենտրոնում իրականացվել է ավելի քան 650 ակնային վիրահատություն, իսկ հետազոտություն անցած քաղաքացիների թիվը եղել է մի քանի անգամ ավելի շատ։ Նորածնային ակնային հետազոտության ծրագրի ներդրումից առաջ Հայաստանի ծննդատների նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքների 100 նեղ մասնագետներ եւ բուժքույրեր վերապատրաստում են անցել։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։